Այստեղ էլ են իհարկե մի շարք միֆեր եւ սխալմունքներ, որոնք արդեն պետական մասշտաբ են կրում։ Առաջի հերթին իհարկե Հայաստանում արկա բոլոր թունավորոցերը իժեն, ներառյալ գյուրզան։ Պարզապես գյուրզան մեծ է եւ հիմնական վտանգի սպառնալիքն է իրենից ներկայացնում, հետեւաբար ինքը արժանացել է առանձին անվանման, որը գյուրզան է, բայց բոլոր 4 տարատեսակները, որ մենք ունենք, իժեր են։ Մնացածը բավականին հազվադեպ են հանդիպում, որովհետև կարմիր գրքային կենդանիներ են, սակայն գյուրզան, որը եւ ամենավտանգավորն է, տարածված է ամենուրեք եւ Երևան քաղաքում եւս ցանկացած կիրճում, Հրազդանի կիրճում, Քանաքեռի, Սին կիրճում, ցանկացած տեղ կարելի է հանդիպել, նույնիսկ ոչ միայն շինարարության հետ կապված, այլ ասենք Ծիծեռնակաբերդի այգում բնական է, որ դա սեզոնային վտանգ կարող է սպառնալ եւ շատ վատ վտանգ իհարկե երեխաների համար, որոնք այդտեղ զբոսնում են։ Հակաթույնի հետ կապված, այո, մեր կլինիկաները հիմնականում հագեցված են։ Հագեցվածը իրանից ներկայացնում է ճիշտն ասած մի փոքր տարօրինակ բան, այսինքն ցանկացած կլինիկայում կա 1 կամ 2 դոզա ուզբեկական հակաթույնի, որը պաշտոնապես չի ներկրվում Հայաստան։ Դա շատ հետաքրքիր եւ տարօրինակ առեղծված է, որովհետեւ մենք հատուկ դիմել ենք այդ հարցով նախարարությանը, մեզ ասել են պաշտոնապես չի ներկրվում, բայց այնուամենայնիվ պահանջարկը կա, ինչ-ինչ ուղիներով այդ հակաթույնը գալիս է, բայց խնդիրը դրանում չի։ Խնդիրը նրանում է, որ առաջի հերթին այդ հակաթույնը էֆեկտիվ չի մեր գյուրզայի տարատեսակի դեմ։